Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնելու եւ չքննարկվածը պարզելու։ Խոսելու ենք այս անգամ, թե երբ պետք է վերսկսվի սեռական կյանքը ծննդաբերությունից հետո։ Սովորաբար հետծննդաբերական շրջանում շատերի մոտ իհարկե առաջանում է հարց, երբ կարելի է ապրել սեռական կյանքով, երբ չի կարելի, որոնք են այն ցուցումները, որոնց պետք է հետևել, եւ իհարկե այս պարագայում առաջին հերթին պետք է հաշվի առնել, եթե չկան հակացուցումներ, հետծննդաբերական շրջանում առաջացած բարդություններ, ապա սեռական կյանքը կարելի է սկսել ծննդաբերությունից մոտավորապես 2 ամիս անց։ Որպես կանոն իհարկե սա անհատական բնույթ է կրում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զույգը կարող է եւ հետծննդաբերական շրջանում որոշ խնդիրներ ունենալ, մասնավորապես կապված երեխայի խնամքի հետ, հետեւաբար մոտեցումը խիստ անհատական է։ Բացի այդ, եթե հղիությունը ընթացել է առանց խնդիրների եւ կինը ծննդաբերել է ինքնուրույն, ապա այս դեպքում հակացուցումների բացակայության պարագայում սեռական կյանքը արդեն վերսկսվում է ելնելով անհատական նախասիրություններից, մասնավորապես եթե կնոջ մոտ վերականգնվել է սեռական ցանկությունը։ Շատ դեպքերում ինչու է հետծննդաբերական շրջանը առանձնանում, քանի որ հենց ծննդաբերությունից հետո վրա են հասնում բազմաթիվ խնդիրներ, որոնք իհարկե նվազեցնում են սեռական ցանկությունը։ Եթե հղիության ընթացքում եղել են խնդիրներ, կինը ծննդաբերել է բարդություններով, մասնավորապես կան տարբեր տեսակի պատրվածքներ, որոնց վրա դրվել են կարեր, բնականաբար այս պարագայում սեռական կյանքը ավելի ուշ է վերսկսվում, քանի որ հարաբերությունների ժամանակ կարող է նկատվել ցավ։ Մոտավորապես այս պարագայում մոտ 3-ից 4 ամիս հետո։ Հետծննդաբերական շրջանում, որպես կանոն, սկսում են նկատվել առաջին հերթին տրամադրության տատանումները, սեռական ցանկության նվազումը եւ դրանով պայմանավորված նաեւ ցավը սեռական հարաբերության ժամանակ։ Մասնավորապես խնդիրը ավելի ակնառու է, երբ զույգը սկսում է շուտ սեռական կյանքով ապրել, քան նախատեսված է կամ ցուցված է, եւ կնոջ օրգանիզմը ֆիզիոլոգիապես եւ հոգեպես դեռ պատրաստ չէ սեռական հարաբերություններ ունենալուն։ Այդ առումով առաջին հերթին իհարկե նկատվում է ցավ պայմանավորված հեշտոցային չորությամբ, որի հիմքում էլ ընկած է էստրոգենային դեֆիցիտը։ Ինչու՞։ Կրծքով կերակրող կնոջ մոտ նկատվում է էստրոգենային հորմոնի նվազում, որի արդյունքում հեշտոցը բավականին չոր է լինում, լյուբրիկացիա չկա եւ իհարկե նկատվում է ցավ հարաբերության ժամանակ։ Մյուսը տրամադրության տատանումներն են, որը հաճախ նույնպես նկատելի է դառնում եւ այս հանգամանքով պայմանավորված շատ կանայք սկսում են խուսափել հարաբերություններից։ Իհարկե չպետք է մոռանանք նաև մարմնի կազմվածքի մասին, շատ կանայք հետծննդաբերական շրջանում խուսափում են սեռական հարաբերություններից, ելնելով այն հանգամանքից, որ մարմինը այն չէ, առաջվանը չէ, քաշ են հավաքել եւ այդ կոմպլեքսը իհարկե իրենց հետ է պահում սեռական հարաբերություններից։ Կա մի հարց, որի մասին քիչ է խոսվում կամ չի խոսվում, խոսքը կրծքով կերակրող մայրերի մասին է, որոնց պարագայում տղամարդը սկսում է խուսափել սեռական հարաբերություններից, քանի որ մի քանի անգամ ականատես լինելով այդ տեսարանին, թե մայրը ինչպես է կերակրում երեխային, տղամարդու մոտ սեռական ցանկությունը սկսում է նվազել եւ ինքը սկսում է խուսափել հարաբերություններից։ Դա մի կողմից, մյուս կողմից կրծքով կերակրող կնոջ օրգանիզմը սպეციფიկ հոտ է արտազատում, որը ունի բարերար անդորաբեր ազդեցություն, դա հենց դրա համար էլ նախատեսված է, որ երեխան գտնվի հանգիստ վիճակում, բայց այդ ազդեցությունը նաև իհարկե նվազեցնում է տղամարդու սեռական ակտիվությունը եւ դրանով պայմանավորված հետծննդաբերական շրջանում նկատվում է տղամարդկանց սեռական պասիվություն, որը ժամանակի ընթացքում իհարկե վերականգնվում է։ Իհարկե նաև պատճառներից է ցավը կրծքերում, որը նույնպես բերում է սեռական պասիվության, քանի որ կրծքող կերակրող մայրերը հաճախ նշում են ցավ կրծքերում պայմանավորված կաթնարտադրությամբ եւ կրծքով կերակրմամբ։
եւ այս պարագայում կրծքերը դառնում են չափազանց զգայուն, հատկապես հարպատկային հատվածը, որը բերում է նույնպես սեռական ցանկության նվազման։ Ընդհանրապես ընդունված է համարել, որ քանի դեռ նորաթուխ մայրիկը կրծքով կերակրում է, նրա մոտ սեռական ցանկությունը նվազում է, քանի որ կրծքով կերակրման ժամանակ բարձր է մի հորմոնի մակարդակ, որը կոչվում է պրոլակտին, եւ այդ պարագայում նվազում է սեռական ցանկության հորմոնը, խոսքը տեստոստերոնի մասին է։ Պետք է նշեմ, որ այս տեսակի խնդիրներ ունենում են ոչ միայն սովորական ճանապարհով ծննդաբերած կանայք, այլ նաև կեսարյան հատմամբ ծննդաբերածները։ Եվ այս դեպքում գումարվում է նաև հետծննդաբերական շրջանը իր բոլոր բարդություններով, որը պահանջում է հատուկ մոտեցում։ Նախ իհարկե այստեղ անելիք ունեն ամուսինները։ Պարտադիր իհարկե պետք է նկատի ունենալ, որ հետծննդաբերական շրջանում կինը կարիք ունի յուրահատուկ ուշադրության, քանի որ որպես կանոն ամբողջ ուշադրությունը սևեռվում է մանկիկի վրա եւ կինը մի տեսակ իրեն լքված է զգում, իսկ այս վիճակի շարունակական ընթացքը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել եւ պատճառ դառնալ հետագայում սեռական հարաբերություններից նույնպես հրաժարվելու։ Բացի այդ, հետծննդաբերական շրջանը կարևոր է նաև նրանով, որ զույգը ուշադրություն դարձնի վիճակը կարգավորելու հարցում, մասնավորապես բժիշկները խորհուրդ են տալիս այս պարագայում կիրառել հատուկ վարժություններ, որոնք ժամանակի ընթացքում կարգավորում են հեշտոցի եւ ոչ միայն հեշտոցի սեռական օրգանների տոնուսը։ Վարժությունները իհարկե շատ են, բայց որպես կանոն խորհուրդ է տրվում օգտագործել կեգելի վարժություններից նրանք, որոնք շուտ վերականգնում են տոնուսը, մասնավորապես այն դեպքերում, երբ լայնացել է հեշտոցամուտքը եւ խնդիր է դառնում հարաբերություններ ունենալու համար, առավել ևս այն դեպքում, երբ կինը դա նշում է հենց իր գանգատներում, որովհետև հետծննդաբերական շրջանում պատճառներից մեկը, որը անհանգստության առիթ է տալիս, դա սեռական օրգանների չափսերի փոփոխությունն է։ Վարժություններից մեկը հետևյալն է։ Կինը կարող է լարել բոլոր մկանները, խոսքը ազդրերի, որովայնի ստորադիր հատվածի, հեշտոցամուտքի մկանների մասին է, որից հետո կարող է նրանք թուլացնել։ Նրանք կարող են ինքը կրկնել մի քանի անգամ, այսինքն լարել, թուլացնել, դրանով իսկ մարզելով սեռական օրգանների մկանները։ Մյուս տարբերակը վարժության միզարձակման ժամանակ կարող է պարբերաբար բաց թողնել կամ լարել մկանները, խոսքը հենց միզարձակման process-ի մասին է, որի արդյունքում մի քանի անգամ կրկնելով այս վարժությունը կարող է ամրապնդել կոնքի մկանները։ Կամ մեկ ուրիշ պարագայում կարող է համադրել երկու վարժությունները իրար հետ, կախված նրանից, թե կոնկրետ որ մկանային խմբի վրա պետք է աշխատել, որպեսզի հասնեն արդյունքի։ Իհարկե, սա խիստ անհատական է եւ ցանկալի է անպայման խորհրդակցել բժշկի հետ, թե ում դեպքում որ վարժությունը կարող է օգտակար լինել եւ բացի վարժություններից իհարկե այստեղ պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին։ Հետծննդաբերական շրջանում նախ եւ առաջ բոլորը ձգտում են ազատվել ավելորդ քաշից եւ սկսում են կիրառել տարբեր տեսակի ոչ այդքան առողջարար դիետաներ, որի արդյունքում իհարկե գուցեև շատ արագ քաշը նվազի, բայց կարող են ձեռք բերել հետո մի շարք խնդիրներ, մասնավորապես կապված վիտամինային պակասի, միներալների պակասի հետ, որը նույնպես կարող է բերել սեռական ցանկության եւ ոչ միայն ցանկության նվազման։ Այդ իսկ պատճառով ցանկալի է ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, ավելորդ քաշից ձերբազատվելու համար եւ սննդակարգում ներառել վիտամիններ, քանի որ հետծննդաբերական շրջանը չափազանց պատասխանատու շրջան է։ Երեխայի խնամք, անկում գիշերները բնականաբար պահանջում են էներգիայի հավելյալ պաշար եւ դրան գումարած իհարկե ամուսնու մասնակցությունը ու ջերմությունը։ Հետծննդաբերական շրջանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այսպես կոչված հետծննդաբերական դեպրեսիան, որը կարող է եւ մնալ, եթե ժամանակին դրան ուշադրություն չդարձնեն եւ այն կարող է հետագայում բերել ավելի ուրիշ խնդիրների, ընդհանուր նույնիսկ ինքնասպանության փորձերի կամ նմանատիպ մտքերի։ Վիճակ է, որը վերածվում արդեն հիվանդության, դեպրեսիան հիվանդություն է, որի պատճառը գալիս է անտեսված լինելը։ Շատ է հանդիպում, առավել ևս, երբ առաջնեկն է ծնվում եւ մայրը իրեն բավականին միայնակ է զգում։ Նախ պիտի նշեմ, որ հետծննդաբերական շրջանում նորաթուխ մայրիկները շատ խոցելի են։
շատ զգայուն են եւ սա պիտի հաշվի առնեն տան բոլոր անդամները, հասկանալով, որ հենց նաև հավասարաչափ ուշադրության կարիք ունի նաև նորաթուխ մայրիկը, որքան էլ որ բալիկը, այդքան էլ եւ նորաթուխ մայրիկը։ Եվ այստեղ անելիք ունի իհարկե ամուսինը, հասկանալով, որ պետք է ուշադրությունը պակաս չլինի, քան հղիության ընթացքում, գուցեև ավելի, ջերմության, հոգատարության, շփվելու, խոսելու, զրուցելու, որոնք որ մնում են ստվերում, եւ նորաթուխ մայրիկը իրեն լքված է զգում կամ անտեսված, ինչի արդյունքում ստեղծվում է պատճառ, որ կինը հայտնվի դեպրեսիվ վիճակում։ Վիճակը դեռ հիվանդություն չի, խնդիրը կարող է բարդանալ, եթե ժամանակին այդ ամենին պատշաճ ուշադրություն չդարձվի։ Շատ կարևոր է նաև տան անդամների վերաբերմունքը այս հարցում, որովհետև նորաթուխ մայրիկը պետք է լինի գնահատված եւ բացի դրանից նաև տան հոգսերը, մյուս բոլոր հարցերը պետք է հավասարապես կիսվեն այնպես, որ խնդիր չառաջանա թե կենցաղային հարցերի ոչ լիարժեք կատարելու կամ անտեսված մնալու պատճառով մեղավորը նորաթուխ մայրիկն է, վերջի վերջո հասկանալի է այս պարագայում պարզապես պետք է վերապլանավորել ամբողջ ընթացքը եւ հասկանալ, որ օգնությունը եւ ուշադրությունը միմիայն պետք են, որպեսզի այս շրջանը անցնի առանց հետևանքների։ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները նման դեպքերում հաճախակի զրուցել, քննարկել խնդիրները, վերհանել բոլոր հուզող հարցերը, որոնք մնում են անտեսված եւ իհարկե հնարավորության դեպքում դուրս գալ զբոսանքի, խնդրել տան անդամներից որևէ մեկին, որ թեկուզ եւ մի քանի ժամով երեխային հետևեն, որպեսզի իրենք հնարավորություն ունենան իրար հետ շփվելու, որովհետեւ կինը երկար ժամանակ զրկված լինելով ամուսնու հետ լիարժեք շփումից, նույնպես իհարկե սկսում է կարոտել այն ջերմ հարաբերությունները, որոնք ժամանակին եղել են։ Այդ առումով իհարկե շատ կարևոր է պահպանել բոլոր այն խորհուրդները, որոնց մասին ես խոսեցի։ Շատ դեպքերում անհանգստության առիթ է դառնում նաև հետծնդաբերական շրջանում նկատվող արյունային արտադրությունը, որը նշում են կանայք։ Սա կարող է կապված լինել կամ այն մնացուկների հետ, որոնք նկատվում են հետծնդաբերական շրջանում, կամ գուցեև որոշ խնդիրների, եւ սա էլ պատճառ է դառնում, որ շատ դեպքերում սեռական կյանքը հապաղում է կամ տղամարդկանց հետ է պահում։ Եթե ոչ մի խնդիրներ նկատելի չեն կամ հակացուցումներ չկան, ապա սեռական կյանքը վերսկսելուց եւ կեգելի վարժություններ անելուց հետո սեռական օրգանների տոնուսը արդեն կարգավորվում է եւ զույգը մոտավորապես 2-3 ամիս անց կարող է վերսկսել սեռական հարաբերությունները։ Շատ դեպքերում մասնավորապես հետծնդաբերական շրջանում տղամարդիկ նշում են սեռական գանգատներ կապված պոտենցիայի հետ։ Վիճակը հասկանալի է, քանի որ երկարատև բացակայությունը սեռական կյանքի պայմանավորված տարբեր պատճառներով, մասնավորապես այն բոլոր դեպքերի հետ, երբ հղիության ընթացքում սեռական հարաբերությունը պասիվացել է կամ գուցե հակացուցված է եղել, տղամարդը հետ է վարժվում սեռական հարաբերություններից, մասնավորապես հաշվի առնելով նաև հետծնդաբերական շրջանի բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են։ Տևական դադարը տղամարդու մոտ ստեղծում է որոշակի խուսափողական վերաբերմունք եւ դրանով պայմանավորված նվազում է նաև սեռական ցանկությունը։ Իհարկե խնդիրը լուծելի է, շատ դեպքերում ժամանակի ընթացքում այն ինքնուրույն վերականգնվում է, իսկ եթե ոչ, ապա օգնության կարող են հասնել տարբեր տեսակի դեղամիջոցներ, մասնավորապես այս հարցում կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու տեսակի դոզավորում 20 եւ 5 միլիգրամանոց։ 20 միլիգրամանոցը օգտագործվում է պլանավորված սեռական հարաբերությունից առաջ, իսկ 5-ը ամենօրյա օգտագործման պարագայում։ Դեղամիջոցը արդյունավետ է հատկապես եթե օգտագործվում է համալիր բուժման ժամանակ եւ իր ազդեցությունը կարող է թողնել 36 ժամվա ընթացքում։ Սա նշանակում է, որ 36 ժամվա ընթացքում տղամարդը կարող է ունենալ կրկնակի սեռական հարաբերություն, երբ դրա ցանկությունը ունենա։ Բացի այդ, դեղամիջոցը տարբերվում է նաև իր արդյունավետությամբ ի տարբերություն նախորդ սերնդի սեռախթանիչների, այս սերնդի սեռախթանիչները իհարկե ազդում են ավելի արագ եւ ազդեցությունն էլ թողնում են բավականին երկար։ Դեղամիջոցը ունի կողմնակի ազդեցություններ, մասնավորապես արգելվում է օգտագործել 18-ից ցածր անձանց։ Մյուս կողմնակի ազդեցություններին կծանոթացնի ձեր բուժող բժիշկը։
Իդեպ ուզում եմ ընդգծել նաև մի կարևոր հանգամանք կապված հետծնդաբերական շրջանում սեռական կյանքը պաշտպանված եւ ոչ պաշտպանված վարելու հետ։ Եթե հղիություն չեք պլանավորում, ապա հարաբերությունները ծավալեք անպայման պաշտպանված, որովհետև որքան էլ որ ճիշտ է, ընդունված է, որ կրծքով կերակրման ժամանակ հղիություն չի պլանավորում, բայց գործնականում մենք ունեցել ենք դեպքեր, երբ կրծքով կերակրման ժամանակ արձանագրվել է հղիություն։ Հետևաբար, անակնկալի չգալու եւ փաստի առաջ չկանգնելու համար խորհուրդ եմ տալիս հետծնդաբերական շրջանում գոնե օգտագործել պահպանակ մինչև հաջորդ հղիության պլանավորումը։ Կարծում եմ հնչած խորհուրդները ձեզ օգտակար կլինեն, հատկապես նրանց, որոնք գտնվում են հենց հետծնդաբերական շրջանում։ Իսկ ես ուզում եմ ասել, որ ձեզ սպասվում են հավելյալ տեղեկություններ։ Մնացեք մեզ հետ, առջևում հարցազրույցն է բժիշկ գինեկոլոգի հետ։